soit ça sans toi, je suis laid sans toi. Comme l'orpheline, c'est nur toi. Բարև Սեսիլի հեռուստադիտող, Սիլի ռադիո լսող, եթերում է փոքրիկ աստղ հաղորդումը, ձեզ հետ է Հրաչ Ավետիսյանը։ Մենք ունենք հյուր, ով արդեն մասնակցել է մրցույթներին եւ փառատոներին։ Եվ այսպես մեր հյուրն է Անգելինա Ղանդիլյանը, ողջույն Անգելինա ջան։ Ողջույն։ Լավ եք։ Լավ եմ դուք։ Տրամադրությունը։ Երասկանջ։ Всё, դա ամենակարևորը։ Անգելինա ջան, որ դպրոցում ես ստանում քո ուսումը։ Չգիտեմ ինչի է դա հարցը եկավ մտքիս։ Երաժշտական կրթություն ստանում եմ Նիկողայոս Տիգրանյանի առաջին դպրոցում, իսկ հենց իմ հիմնական ուսումը ակադեմիական վարժարանում։ Որ առարկան ես սիրում ամենաշատը դպրոցում։ Շատ դժվարանում եմ ասել։ Բոլոր առարկաներն էլ հաճելի են։ Կարող եմ ասեմ, որը չեմ սիրում։ Չեմ սիրում կենսաբանություն։ Ես։ Գերազանցիկ ես։ Այո։ Ես ինչքան գիտեմ դու երգում ես, որ խնդրեմ մեր հեռուստադիտող եւ ռադիո լսողի համար մի գեղեցիկ կատարում կկատարես։ Իհարկե։ Դելեյամանը։ Ո։ Իհարկե։ Vay deleyaman ekav hasav jurtov ukes Yaman yar, vay deleyaman ekav hasav jurtov ukes Yaman yar Շատ գեղեցիկ կատարում ես։ Նկատել եմ, որ դու քո երգելը տեղադրում ես նաև Instagram-ում։ Որ երգներ, որ շատ էր դուրս եկել, որ երգելու ընթացքում նույնիսկ ասում ես, վայ, սպասի լավ, ես մի դուբլ է եղել է, մի հատ նկարեմ։ Cover-ներից ամենաշատը սիրեցի Escapism-ը, Ray ու ինքը նաև Ray կնգավ։ Ես այդ երգը շատ եմ սիրում, Ray-ին որպես արտիստ շատ եմ սիրում, երևի թե այդ։ Քան տարեկանից ես սկսել երգել։ 9-10 տարեկանից։ Իսկ օրինակ ինչ եմ օրինակ ընտրեցիր հենց երգելը։ Օրինակ չմորոշեցի, օրինակ դառնա կանոնարարուի։ Հիմա ասեմ, երբ ես դեռ տարական դպրոցում էի, 4 դասարանում, մեր հանդեսի համար մեր դասղեկը մեզ երեխեքիս ասում էր, որ ինչ-որ բան երգենք, մի տուն կամ կուպլետ, ինչ-որ բան երգենք, բոլորս երգեցինք, իսկ երբ հասավ իմ հերթը, ես երգեցի ու իմ ուսուցչուհին ասաց, թե բոլոր երեխաներն էլ լավ են երգում, երեխեք չեն դուք չնեղանաք, բայց որ ես շատ յուրահատուկ ձայն ունեմ ու ինքը ինձ դրտեց գնալու երգի։ Այդպես սկսվեց իմ երգելու ուղին։ Ով է քո ուսուցչուհին վոկալի։ Իմ վոկալի ուսուցչուհին, իմ շատ սիրելի Երազիկ Հարությունյանն է։
Ես իրեն շատ շնորհակալ եմ, որ այսքան բան եմ հասել։ Երաժշտական գործիքներից որ գործիքն է շատ սիրում։ Շատ եմ սիրում գիտար։ Գիտարը իմ ամենասիրելի գործիքն է։ Շատ եմ ուզում տիրապետել այդ գործիքին։ Ես տիրապետում եմ հարվածային գործիքներին իրականում, բայց նույնպես նաև շատ եմ ուզեցել եմ, թեկուզ գնացել էի երգի, բայց զգացի, որ դա իմը չի, ու ես կենտրոնացա շատ հարվածային գործիքներով։ Իսկ մտածել ես երբևէ այդ գործիքը սովորել։ Հա, ուղղակի ներկապայից դրությամբ ժամանակս չի ներում։ Կարծում եմ, որ ամառվանից ես սկսեմ այդ գործիքը սովորել։ Իսկ մրցույթների մասնակցել ես։ Այո, մասնակցել եմ շատ մրցույթների, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Իմ առաջին մրցույթը եղել է Art Music-ը, որտեղ գրավել եմ առաջի հորիզոնականը, հենց առաջին մրցույթին։ Հետո Հայաստանից դուրս մասնակցել եմ European Pearl գերմանական միջազգային մրցույթին։ Հանդես եմ ունեցել դուետով, հանդես եմ եկել դուետով Լուսի Հովսեփյանի հետ։ Հասկացա։ Իսկ որ մրցույթների ես գնացել, որ քո դուրը շատ է եկել, համ վայրը, համ մարդիկ։ Հաստատ կարող եմ ասել, որ դա Անահիտ Կիրակոսյանի երազանքի բեմ նախագիծն է, հեռուստանախագիծն է։ Անահիտ Կիրակոսյանը շատ լավ մարդ է ու այդ տեղած անձնակազմը, թե աշխատող անձնակազմը, թե երեխաները, ում հետ մենք արդեն մտերիմ ընկերներ ենք, իրենց շատ եմ սիրում։ Ներկայացրեցին Անահիտ Կիրակոսյան նախագիծը։ Մի քիչ մեզ կմանրամասնես ինչի մասին է տանում այդ նախագիծը։ Այդ նախագիծը ըստ Անահիտ Կիրակոսյանի նա ստեղծել էր նախագիծ նրա համար, որ Հայաստան տարբեր շրջաններից բացահայտի տաղանդների, ինչպես նկատած կլինեք, կան մասնակիցներ թե Գյումրիից, թե Լոռու մարզից, թե Այնթապից, որտեղից ասես Երևանից սկսած, Սարուխանից վերջացած։ Հիմնական նպատակը եղել է դա։ Իսկ համերգներով որ երկրները կուզենայիր ելույթ ունենալ։ Որ երկրներում։ Հա։ Իմ վաղեմի երազանքն է լինել Ճապոնիայում, եթե հանկարծ ինչ-որ մրցույթ լինի ու հնարավոր լինի մեկնել Ճապոնիա, ես հաստատ կընտրեմ Ճապոնիա գնալը։ Հասկացա։ Իսկ մտածել ես երբևէ մանկական Եվրատեսիլին մասնակցելու։ Իրականում, այո, մտածել եմ, նույնիսկ մի անգամ ներկայացրել եմ հայտ, բայց այդ ժամանակ այդքան էլ լավ չի երկում, նոր էի սկսել իմ ուղին ու չանցա։ Շատ հնարավոր է, որ այս տարի էլ հայտ ուղարկեմ, ու տեսնենք։ Իսկ օրինակ, եթե դու մասնակցեիր, եթե մանկական Եվրատեսիլին, քո երգը ինչ բնութագիր կունենար։ Ինձ շատ դուր էր եկել Ալբերտի երգը։ Իր գաղափարը շատ լավն էր։ Երևի էլի կլիներ երազանքի, ինչպես նաև արդարության, ազատության, քո ավելի լավ տարբերակի մասին։ Հասկացա։ Անգելինա ջան, մեր հաղորդումը մոտենում է արդեն իր ավարտին, անչափ շնորհակալ եմ, որ այսօր մեր հաղորդման հյուրն ես։ Մենք քեզ ցանկանում ենք մեծ բեմեր եւ կանաչ ճանապարհ։ Շատ շնորհակալություն։ Ստեսություն։ Կհանդիպենք։ Stop։ Stop, չէ։ Շկնացել է։ Չկնացել եմ ինչ-որ եկավ։ Լավ, շարունակենք մեր հաղորդումը։ Ոսում հետաքրքիր հարցեր մտածենք։ Կարող ես սկսեմ հարցեր տալ։ Չէ։ Ասեցի չէ թե որ բանը կսիրես առարգան։ Ահա, ես էլ որ չեմ սիրում։ Բայց ես գիտեի, որ ես անգլերեն ամենաշատը կսիրեմ։ Դե սիրեմ կը պրոստը անգլերեն, ծնված օրվանից անգլերեն, ոչ անգլերեն։
Ֆրանսերեն։ Ֆրանսերեն սորվիմ գա, բայց չեմ կնասեմ որսի եմ գա։ Երևի անգլերեն մատեմ։ Կարծեմ։ Իսկ երաժշտություն չեք անցնի։ Երկ։ Հա, կանցնենք։ Կանցնի։ Չես սիրել։ Դե որպես առարգա չէ, որպես իմ գործ, հա։ Կուզենեք նախագահներ դպրոցի։ Չէ, ես չեմ կան շատ պատասխանատվություն վերցնել իմ վրա, այն էլ ուրիշների համար, ավելի լավ է ես մենակ գնամ պատասխանատու եղեմ։